Ամեհի ձայնով երկաթն է խոսում, պողպատն է ճչում շաչյունով դողդոջ, և բազմաղաղակ օրերի լեզուն հնչում է այստեղ որպես մարտակոչ։ Այս աղմկահյուս կյանքի խենթ բոցում այրում է սիրտը սրբազան մի դող, հուզում է հոգիս մի վեհ հիացում և սարսափելին թվում է դյութող։ Մաշված է կյանքս վշտում անաղարտ և տառապանքի օրերում համար, բայց ցաված սիրտս բացել եմ հպարտ նորից ու նորից սիրելու համար։ Ուզում եմ վաղված ցնծության գուշակ, կարոտս նետած լուսեղեն հեռուն, վառել երգերս որպես դրոշակ և մեռնել որպես հերոսն է մեռնում։ Զարթեք երգերիմ, ժամ է հնչելու, զինելու նորից գնդերը ցրիվ, մեռած սրտերը կյանքի կոչելու և բորբոքելու զայրույթ ու կռիվ։ Վերկաց, եղբայրիմ, երկս կիսեմ քեզ հետ, վերկաց, եղբայրիմ, ցավը կիսենք մեկտեղ, սառած մարմնիդ ես հուր կդամ, իսկ երգերին թևեր գտամ ու քեզ տանեմ մեր սարերով տանեմ մեր լեռներով, ցույց տամ երկինքը մեր Մասիսալերու տունը, հայրենի մեր տունը, վերկաց եղբայրիմ, նոր օրն է արթնացել, վերկաց եղբայրիմ, նոր կյանքն է շունչ առել, կապույտ երկնի անմար արքան, անդառների կանաչս կան, իսկ ես տանեմ քեզ սարերով, իսկ ես տանեմ քեզ լեռներով, ցույց տամ երկինքը մեր Մասիսալերու տունը, հայրենի մեր տունը։ Բարձրացրու գլուխդ, զինվոր, բաց արա հոգնած կոպերդ, քո սխրանքն անմահ է, քո անունը մեր սրտերում։ Վերկաց եղբայրիմ, զանգերը չեն լռել, վերկաց եղբայրիմ, մեր երկը չենք գրել, կիսատ երկիդ նոր տողթել եմ, կիսատ զարգիդ նոր զարգ ձուլեմ, ու քեզ տանեմ մեր սարերով, ու քեզ տանեմ մեր լեռներով, ցույց տամ երկինքը մեր Մասիսալերու տունը, հայրենի մեր տունը, ու քեզ տանեմ մեր սարերով, ու քեզ
տանեմ մեր լեռներով, ցույց տամ երկինքը մեր, Մասիս ալերու տունը, հայրենի մեր տունը։ Որպես ունգարաչիտ յարնստեր աղաչեսով, վասն առաջիկայով ոյսստեր աղաչեսով, վասն սիորնելով սրշես է և լծուսեսա, որոքով կույսը խոաստեր աղաչեսով, վասն սիեղուսիս ամենեցում, որդյան նագրից կովարյոց սրսության և ըսկես կուսոաստեր աղաչեսով, Սիկոյ արդայություն և սոտություն և պար հավիտյանս ամեն որպես հերկինս եթետնի, ըսհաց մեր հարավազոր, ուր մեզ այսօր, և թող մեզ սպարտիս մեր, որպես և մեր քրիքներոց բարգավարած, և մի դանիրս մեզ իքորդություն, այդ դյաս մեզ իչարել,
և փառք Դավիթյանս, ամեն։
հարազատների իր մոր սրտում չափազանց մեծ է։ Բայց կարևորը, որ յուրաքանչյուր մեկս, որ այստեղ ենք, այս պահը օգտագործենք աղոթելու համար, իր հոգու համար։ Որովհետև այս պահին յուրաքանչյուր մեկիս խնդրանքը պիտի լինի, որ Տեր Աստված քո սրտերի կարգին դասի, իբրև հայրենանվեր մի անձի, իբրև նվիրյալ մի անձի քո մեծերի կարգին դասի իրեն։ Երբ որ ուշադրություն դարձնենք, բոլորս էլ մահկանացու ենք։ Լինի այսօր, լինի վաղը, մի օր պիտի հեռանանք։ Որևէ մեկս հավերժ չէ։ Եվ հարգելի մայրիկ, մենք էլ հասկանում ենք, որ բոլորս մահկանացու ենք։ Եվ այս վաղաժամ պահը, որ եղավ, չափազանց մեծ հարված եղավ ինչպես ձեզ, այնպես էլ յուրաքանչյուրիս համար։ Այս հարվածը արգելներ, իրականում երբ որ նայում ենք, ապտակ էր մեր ամբողջ ժողովրդին, հայ ժողովրդին։ Բայց այնպիսի իրադրություն է մեր երկրի շուրջ, այնպիսի իրադրություն է մեր երկրում, որ խուսափել հնարավոր չէ։ Մենք ում կարող ենք մեղադրել, եթե ոչ Թուրքին։ Ուրիշ որևէ մեկին չեն կարող մենք մեղադրել։ Կյանքը շարունակվում է, տեսեք 100-200 տարի առաջ բացարձակ ուրիշ մարդիկ էին, մենք չունեինք պետություն, պետականություն, տանը նստածները թուրքը գալիս էր սպանում էր գնում էր։ Երեխաներով, մեծերով, բոլորին։ Բայց այս պարագային մենք մեր հերոսներն է, որ իրենց կյանքը տալիս են, որպեսզի մեր փոքրիկ երեխաները չզոհվեն, մեր փոքրիկ երեխաները թշնամու զարկից չընկնեն։ Եվ այսօր էլ մեր հերոսի, մեր հայրենասեր այս տղայի Շեքսպիրի կյանքի գնով էլի կերտվում է մեր խաղաղությունը։ Ինքը զավակ ունի, այդ զավակի համար պիտի խնդրեմ, որ շատ խնդրեք Աստծո։ Շատ խնդրեք, որպեսզի երկար կյանք եւ առողջ կյանք պարգևի։ Իրեն հարազատների համար անպայման աղոթ արեք։ Խնդրեցեք Տիրոջը, որ ուժ տա իրենց, կարողություն տա, որպեսզի կարողանան իրենց կյանքը շարունակել այդպիսի մեծ հարվածից հետո։ Իրենց մեծ ուժ գտնեն այդ փոքրիկին մեծացնելու, զորացնելու եւ առհասարակ հարգելներ մեր երկրի խաղաղության համար խնդրեմ։ Թող Տերը ողորմի մեր բոլոր նջեցյալներին, հատկապես մեր այս հերոսին Շեքսպիրին, որի համար էլ այս սուրբ եկեղեցում ենք այս աղոթքի ենք կանգնած, աղոթքի ենք եկել, որպեսզի Տերը իրական խաղաղություն տա։ Հարգելի մայրիկ, ձեզ համար ուժ կարողություն եմ խնդրում Աստծուց, որպեսզի կարողանաք ձեր ցավը պինդ կերպով, հերոսի մոր պես կարողանաք տանել։
Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերկինս ես, Սուրբ Եղեցի անունքով, եկեցե արքայություն քո, Եղեցին կամք քո, որպես հերկինս եղեցի, հսած մեր հանավազոր, դուք մեզ այսօր, և թող մեզ սպարտիս մեր, որպես և մեկ թող մերոց արտամանած, և մի տանիրս մեզի փորձություն, այլ քրկեազ մեզի չարև, զիքոյի արքայություն և զորություն և քաղաքավիտյանս ամեն։ Եվ երսկաղությանս տերաչեսու կնդարգեցի որմյան, Ոտմություն և հատ, ո և ընգո և ոգույն սրբով, այժմ և միշտ իվակյանս հավիտենից մաշն։ Որ Եղբայրներ, ուզում ենք, որ մեռածների մասին ճշմարտությունը գիտենաք, որպեսզի չտրտմեք ուրիշների պես, որոնք որևէ հույս չունեն, որովհետև եթե հավատում ենք, թե Հիսուսը մեռավ և հարություն առավ, նույնպես և հավատում ենք, որ Աստված Հիսուսի միջոցով և նրա հետ վերստին կյանքի պիտի բերի նրանց, որոնք նրան հավատացին և մեռան։ Իմացեք նաև, ինչպես որ Տերը ինքը սովորեցրեց, թե մեզանից նրանք, որ ողջ մնացած կլինեն Տիրոջ գալուստի ժամանակ, մեռածներից առաջ չպիտի անցնեն, որովհետև երբ հրամանը լսվի հրեշտակապետը ազդարարի և Աստծո փողը հնչի, Տերը ինքը երկնքից պիտի իջնի և նախ հարություն պիտի առնեն նրանք, որ Քրիստոսին հավատացին և մեռան։ Եվ ապա մեզանից նրանք, որ այն ժամանակ դեռ կենդանի պիտի լինեն, նրանց հետ միասին ամպերի վրա երկինք պիտի հափշտակվեն Տիրոջ դիմավորելու համար, և այնուհետև Տիրոջ հետ պիտի լինենք հավիտյան։ Ուստի այս մտածումներով քաջալերեցեք միմյանց։ Ալելույա, ալելույա, Տեր աղոթից իմոց, ահագի մարգեզ եկես է, և մի դարձուցա
Ավետարանիս Հիսուսի Քրիստոսի որս թողանու Որքեզ թե Աստված մեր Ոսում է Ոսե Աստված Տերն մեր Հիսուս Քրիստոս ասել Ամեն ասեմ ձեզ Եթե ոչ հագնցորեն ու անկյալ երկի մերանիցի ինքը միայն կա Հապա եթե մերանիցի բազում արդյոն սարնե որ սիրեց անձն յուր արցակեզնա և որագյա անձն յուր աշխարհիկ հայսմի Իկյանը սավիտենական սվահես սեզնա Եթե ոնցիս պաշտից սես կնին եկես Մեզանից բաժանվող այս միջեցյալի համար աղաչենք Տիրոջը Աղաչենք, որ Տերը սրա և մեր մեղքերը քավի և հանցանքները ների Աղաչենք, որ Տերը նրան առաջնորդի դեպի իրանստվեր օթևանները, որ միածին որդին պատրաստեց իր հոր տան մեջ Աղաչենք, որ Տերը նրան արժանի անի կյանքի կոչով փողի ձայնը լսելու և փրջին դիմավորելու հափշտակվելուն Քրիստոս Աստված, սկզբից իսկ մեր թագավորն ես և միշտ իկիմն ես Դու որ ամեն ինչ քո ողորմությամբ ես փնորինում մեր խնդրվածից և մեր իմացածից էլ ավելի և ամեն ինչ որ մեզ մարդկանց տվեցիր ուզեցիր որ մեր բարիքին ծառայի ընդունիր քո այս սարայում Շեքսպիր Հակոբյանի հոգին և նրան հանգեցրու քո սրբերի հետ որոնք սկզբից ի վեր քո կամքն կատարեցին Նրան արտաների կարգին ընդունիր և քեզ սիրողների վերապահված հարկերում բնակեցրու և եթե իբրև մարդ հանցանքներ է գործել խոսքով, գործով կամ մտածումով դու որ բարերար և մարդասեր ես Աստված ների իրեն և մեզ բոլորիս արժանի արա մեր կյանքերը խաղաղությամբ կնքելու և երկնքի արքայությանը շարունակելու որպեսզի ամեն բանի մեջ փառավորենք քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ միասին այժմ և միշտ Հավիտյանս Հավիտենից ամեն խաղաղություն ամենեցում Եվ ընթով հույթքում Աստուծո երկիր բակեսում առաջենք կոտեր գթած և մարդասեր Աստված Արտարներից վերապահված օթևանների մեջ հանգեցրու այս սարայի հոգին իսկ մեզ շնորհիվ որ մեր քրիստոնեական հավատքը ապրենք առանց մեղանչելու և մեզ բարեգործության մեջ հաստատիր մեր մարդասեր Տիրոջ երկնչի Հիսուս Քրիստոսի շնորհով որի հետ քեզ հոր և Սուրբ Հոգում վայելում են փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ Հավիտյանս Հավիտենից ամեն Հոնոյք և ժողովուրդ այդ թմքի կնդեր բարենեգուր ընգենգեր յորսն ավադով ընգալև մեզ նավի ուսով Երուսաղեմ քաղաք վերին
Յովս Տեր աղաչես ու կասն հանգուցյալ հոր հույս աղաչես ու կս պրգիչն մեր Քրիստոս զիսան դամդարսն դասես է եվս մեզ կեցուս է շնորի ողորմության յուրով ամենակալ Տեր Աստված մեր կեցո և ողորմյա Տեր ողորմյա Տեր ողորմյա Տեր ողորմյա Քրիստոս որդի Աստծո անօգնակալ և բարեգութ գտա կարարջական սիրոտ յուքի սանգուցյալ ծառայեցված և մանավանդ նորոգանգուցյալ Շեքսպիր գործարային Հիշյալ ուրմեցի գալստյան արխայության կով արարժանի ողորմության, կամության և թողության նեղած դասավոր յայլ պայծարացոն սուրբ սկվաճան գողմյան դասում զիդվես Տեր և արարիչ ամենեցում դատավոր կենթան յայց է նրվեց և կեզ վայլ է պարկ իշխանություն և պատիվ այժմ և միշտ իվավիտյան է սավիլենից ամեն օրդնյալ Տերն է Իսուս Քրիստոս ամեն հայր մեր որ հերկինս Սուրբ եղիցի ամեն եկես է արկայություն քո եղիցին կամք քո որպես հերկինս ելետրի ասած մեր համազոր դուր մեզ այսօր և թող մեզ սպարտիս մեր որպես և մենք թողունք մերոց սպարտաբանած և մի տանիրած մեզ զիքործություն այլ հրկիած մեզ իչարած զիքոյի արկայություն և սովություն և խար պատությունս իրապես չափազանց մի ցավալի իրադարձություն է, որ տեղի ունեցավ և մեզ հետ և ողջ մեր ժողովրդի հետ։ Եվս մի երիտասարդ ընկավ հայրենիքը պաշտպանելիս թշնամու գնդակից։ Եվս մի ընտանիք այսուհետ պիտի յուրաքանչյուր ուրախության ժամանակ տխրության պահեր պիտի ապրի։ Եվս մի ընտանիք, որ պիտի բազում երեխաներ ունենար, չպիտի ունենա։ Այս է մեր կյանքը արգիրիներ։ Հայ ժողովուրդը, երբ որ պիտի նայենք տարերի ընթացքին, բավականին շատ մեծ դժվարություններ տեսած ազգ է։ Բավականին մեծ հարվածներ է տեսել։ Թերևս մարդկության մեջ ամենամեծ հարվածը եղերն է տեսել։ Բայց գոնե այն ժամանակ մարդիկ անզեն էին և կոտորվում էին, բայց այս պահին մենք մեր երկրի սահմանները, մեր հողն ու ջուրը պաշտպանելիս է, որ մեր զավակներին կորցնում ենք։ Պիտի խնդրեմ, որ յուրաքանչյուր մեկս մշտապես մեր մտքի մեջ ունենանք իրենց համար աղոթք անենք և հատկապես այս պահին, որ իր ծառայությունը իրականացնելիս և իր զինակից ընկերների կողմից մեծ գովասանքի արժանի, մեծ հայրենասեր, որ 20 տարի այլ երկրում ապրելուց հետո այն գիտակցումը ուներ, որ Հայաստանն է իր հայրենիքը, հայ հողն է իր հողը և հայ ջուրն է իր ջուրը եկավ այդ սահմանները պահելու և այդ սահմանները պահելիս է իր կյանքը այսպիսի վաղճան ունեցավ։ Շեքսպիրը պիտի օրինակ լինի մեր ժողովրդի, մեր երեխաների համար, իբրև հայրենասերի իդեալական կերպարի, իբրև հայրենասերի արժանավոր կերպարի և յուրաքանչյուրս մեր երեխաներին պիտի դաստիարակենք իր օրինակով։ Սիրելի ներկաներ, այս պահին, որ այստեղ են, յուրաքանչյուր մեկս երախտագիտության զգացողությամբ է, որ լծված ենք այս ընտանիքի և հատկապես իրենց զավակի նկատմամբ, որովհետև մենք մեր այս պահի խաղաղությամբ հենց իրեն ենք պարտական, իրեն զինակից ընկերներին ենք պարտական։ Ուստի ուզում եմ, որ յուրաքանչյուր մեկս Աստծուց ողորմությունը խնդրենք իր համար, այն սխալների համար, որ կամաթև ակամա պիտի գործածնի և խնդրենք, որ հայրենիքի համար իր գործած սխրանքները Աստծո առաջ իբրև բարեխոսություն, իր հոգին հավերժ լուսավորության մեջ լինի, արքայության մեջ լինի և Աստծո աջ կողմը կանգնած լինի։ Եվ հետևյալը պիտի ասեմ, արգելիներ, Ալեքսանդր Մակեդոնացին, որ ողջ աշխարհի ցնցողն էր, աշխարհի մեծ մասը գրավեց, բայց ի վերջո իր մայրն էր այսպիսի տրտմությամբ հրաժեշտ տվեց իր որդուն։ Այս խոսքը ինչի համար ես մեջ վերեցի, հարգելի մեր, որ մարդու
կյանքի ժամանակահատվածը հավատացեք, որ այդքան կարևոր չէ, որքան մարդու արած գործերը։ Պետրոս Դուրյանը ընդամենը 21 տարի ապրեց, 22 տարի ապրեց, բայց ողջ հայ ժողովուրդը ճանաչում է իրեն։ 25 տարի ապրեց Հակոբյան Շեքսպիրը, բայց վստահ եղեք, որևէ մի վայրկյան մեր մտքից դուրս չի գալու։ Եվ կոչ եմ անում ձեզ, երբ որ պիտի հիշեք անպայման աղոթք հնչեցրեք իրեն համար, իրեն ընտանիքի համար, եւ մեր բոլոր այն զինվորների, ազատամարտիկների համար, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հենց մեզ համար, հենց յուրաքանչյուրիս համար։ Եվ Շեքսպիրը հավաքական մեր ողջ ժողովրդի զավակն է։ Եվ որ այստեղ ամենքս այստեղ ենք հարգելիներ, սա հայ ժողովուրդն է, որ այստեղ է, սրտում է, տխմում է, բայց վրեժի զգացողությունը, հայրենասիրության զգացողությունը մեր մեջ է եւ ավելի է զորանում, պիտի ավելի զորանում, որովհետեւ ի վերջո մեր զավակները, պիտի զավակների համար, պիտի կերտենք այնպիսի երկիր, այնպիսի խաղաղություն, որ մեր երեխաները եւ նրանցից հետո իմ սերունդը այսպիսի դժբախտություններ չապրեն։ Եվ պիտի այնպիսի հայրենիք ստեղծենք, որ այս տղաների մահը հենց այնպես չլինի։ Այնպիսի խաղաղություն պիտի կերտենք մեր երկրի համար, որ Շեքսպիրի մահը հենց այնպես չանցնի։ Ինքը այդ գիտակցում, այդ հասկացողությամբ իր կյանքը տվեց։ Սիրելիներ, մեր երկիրը այս է։ Մենք մեր հարևաններին չենք ընտրել, բայց ապրում ենք նրանց հետ միասին։ Ամեն րոպե, ամեն վայրկյան նրանք այսպիսին են ուզում, որ լինի հայ կյանքը։ Բայց մենք պիտի պատրաստ լինենք մեզ համար էլ ավելի լավը կերտելու։ Մենք պիտի պատրաստ լինենք, զգոն լինենք։ Մեր զինվորները մշտապես պիտի զորել լինեն, որպեսզի մեր երկիրը երբեք չընկրկի, երբեք չնահանջի, այլևս նահանջելու տեղ չունենք։ Ուստի կոչ պիտի անեմ ձեզ, սիրեցեք մեր երկիրը, հանուն այս տղաների, սիրեցեք մեր հողն ու ջունը հանուն այս տղաների, ովքեր իրենց կյանքը սիրելով տվեցին մեզ համար։ Եվ աշխատեք, որ մեր երկիրը էլ ավելի լավը լինի, յուրաքանչյուրիս միջոցով, յուրաքանչյուրիս արած բարիքի շնորհիվ։ Իսկ իդեալական հայրենասերի կերպար է, որ հիմա մեզ թողեց Հակոբյան Շեքսպիրը։ Երբ որ յուրաքանչյուր մեկը, որ պիտի դաստիարակի իր երեխաներին, հատկապես տղաներին, պիտի հուշի, որ այսպիսի մի զավակ մենք ունեցանք, այսպիսի մի արի հայորդի ունեցանք, ով իրական հաղթանակներ և իրական խաղաղություն պարգևեց մեր երկրին։ Թող Աստծո սերը, ողորմությունը լինի ամենքիս հետ։ Եվ սիրելիներ, ուզում եմ, որ այստեղ ներկա յուրաքանչյուր մեկս 3 անգամ Տեր ողորմյա ասենք, հնչեցնենք, այդ աղոթքը հնչեցնենք այս եկեղեցում Շեքսպիր Աստծո ծառայի հոգու համար։ Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, թող Տերը ողորմի Շեքսպիրի ծառայի հոգին և մեր բոլոր ազատամարտիկ զինվոր սովորվածների հոգին։ Տերը թող իրենց ամբստություն
այստեղ տակ։ Չես տեղավորած շնորհիա հաստատություն անցած։ Եվս խաղությունս ներաղաչես ու կասենամության հոգուս աղաչես ու գսպրկիչն մեր Քրիստոսի սանդարտար սնդասես է եվս մեզ կեցուս է շնորհի ողորմության յուղով։ Ամենակալ Տեր Աստված մեր կեցու է ողորմյա։ Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա։ Քրիստոս որդի Աստծո անօգնական եւ արեգույն։ Գթակ հրաչական սիրո դիոքի սանկության ծառայեցնից։ Եվ մանավանդ խորոքանկության հակոկյան շեքսպիրտո ծառայի։ Հիշիավոր մեծի գալստյան արքայության, արարժանի ողորմության, կապության եւ թողության մեղած։ Դասավոր յալ բացառացուն սուրբ սկաճակոմյան դասում։ Զիդու ես Տեր եւ արարիչ ամենից, դատավոր կենդանի այս եւ լրակից։ Եվ քեզ վայել է բարդ իշխանություն եւ պատիվ, այժմ եւ միշտ եւ ավիտյանս ավիտենից։
Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն հոգվոցն հանգուցելոց Քրիստոս Աստված արահանգիստ եւ ողորմություն եւ մեզ մեղավորացած շնորհյա աստողություն անցանած Եվ եւս խաղաղությանս Տեր աղաչես ցուկ վասն հանգուցյալ հոգվույս աղաչես ցուկս փրկիչն մեր Քրիստոս Զիսան դարթար սնդասեսե եւս մեզ կեցուսե շնորհի ողորմության յուրո ամենակալ Տեր Աստված մեր կեցո եւ ողորմյա Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա Քրիստոս որդի Աստուծո անոխակալ եւ բարեգութ Գթա քո արարչական սիրովդ յուքիս հանգուցյալ ծառայից քոց եւ մանավանդ նորոք հանգուցյալ Շեքսպիր Հակոբյան քո ծառային Հիշիա հավուր մեծի գալստյան արքայության քո Արարժանի ողորմության, քավության եւ թողության մեղած Դասավորի այլ պայծառացուն սուրբս քո աչակողմյան դասուն զիդու ես Տեր եւ արարիչ ամենեսուն Դատավոր կենթանյայից է մեռելոց Եվ քեզ վայել է փառք իշխանություն եւ պատիվ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն Doch coração Rubin coreti Ometi Իսկ եթե Քրիստոսը հարություն չի արել, ինքնախապեյություն է ձեր հավատքը, ինչ որ նշանակում է, թե ձեր մեղքերից չեք փրկվել։ Ուրեմն ինչ, նրանք, որ Քրիստոսին հավատացին եւ մեռան, կորցված են ընդմիշտ, եթե այդպես է եւ միայն այս կյանքի համար են քույր դրել Քրիստոսի վրա, մարդկանց մեջ ամենից խղճալիներն են։ Բայց ոչ, Քրիստոս արդարև մեռելներից հարություն է առել, որպես առաջին օրինակ մեռելների հարության, ինչպես մի մարդով սկիզբ առավ մահը, նույնպես մի մարդով սկիզբ է առնում մեռելների հարությունը, ինչպես Ադամից ծնվածները բոլորն էլ մեռնում են, այնպես էլ Քրիստոսից ծնվածները բոլորն էլ պիտի կենդանանան, բայց յուրաքանչյուրն իր հերթին։ Ամենից առաջ երախայրիքը Քրիստոս, իսկ իր երկրորդ գալուստին բոլոր իրեն պատկանողները, որից հետո պիտի գա վախճանը։ Ալելույա, ալելույա, բարձր առնեմ Տերս ես, ինք ալարզիս և ոչ ուրախարարերս թշնամին իմ հիս։ Ալելույա, հորդի, Խաղություն ամենեցուն և ընդոք վույթքում, երկյուղացությամբ լևարոք, Սրբու ավետարանից Հիսուսի Քրիստոսի որս հովանով Արքես Տեր Աստված մեր Ոսխում է Ոսե Աստված Տերն մեջ Հիսուս Քրիստոս ասեն Ամեն ասեն ձեզ Որի որս կանն լսե հավատա հայնը որ առակյալ Մինչև այն օրը երբ փողը Տիրոջ գալուստը պիտի ավետի Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա Հոգիների Աստված Միասնիտ աշխարհ գալով մի սքանչելի խոստում տվեցիք մեզ Խոստացար մեռելներին հարություն տալ քո ամենակարող եւ հզոր խոսքով ասելով նրանց
ինձ եկեք բոլոր հոգնածները և ծանրաբեռնվածները, և ես հանգիստ պիտի տամ ձեզ։ Այդ խոսքիդ համաձայն հանգիստ շնորհիվ քո այս սարայիդ ով Տեր մեր Աստված։ Քո փառավոր արքայությունը հանգստին արժանացողների ցուցակի մեջ արձանագրիր իրեն և հավիտենական հարկերիդ մեջ Տեր որ։ Եվ եթե մարդորեն մեղանչել է այս աշխարհի հատուկ անձանքներով, քո անլուծանելի խոսքով թողություն շնորհիր իրեն, և իր հոգին ազատիր ամեն մեղքից և սխալքամքերից։ Եվ օրհնի ներկայիս ամբողջ ժողովրդին, որովհետև բոլոր արարածները փառավորում են քեզ, ամենասուրբը, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ Օրհնյա Տեր ողորմությամբ սովս այսօրիկ և հիշեա զիհովեր ամրեն հոգվի դար։ Օրհնյա Տեր ողորմությամբ սովս այսօրիկ և հիշեա զիհովեր ամրեն հոգվի դար։ Օրհնյա Տեր ողորմությամբ սովս այսօրիկ և հիշեա զիհովեր Օգնություն Աստվածային իջցեի հող Մաուսովին և ուսուսե հոր Օգնություն Աստվածային իջցեի հող Մաուսովին և ուսուսե հոր ընդրչին, անվան փոր և որդու և հոգուի սրբո, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ Հիմա հարազատները թող մոտենան վերջին հրաժեշտ տալու։ Ալելույա, ալելույա, Տերն հովիվս է հոգում է պետքերս, դալար արոտավայրերում է հանգչեցնում ինձ և հանգստալար ջրերի ափին է սնուցանում, վերանորոգում է ինձ և ուղիղ ճամփաների առաջնորդում, որպես իր անունը փառավորվի, նույնիսկ եթե մահվան շուքը ծանրանա իմ վրա, չարից չեմ վախենում, որովհետև դու ինձ հետ ես Տեր, քո առաջնորդությունը և պաշտպանությունը ապահովությունն է տալիս ինձ, արդարև ինձ համար սեղան պատրաստեցիր թշնամիներիս առջև, յուղով օծեցիր գլուխս և ուրախության բաժակը տվեցիր, որ թունդ գինու պես արբեցրեց ինձ։ Տեր, վստահ եմ ողորմությունդ անպակաս պիտի լինի վրայիցս, կյանքիս ամբողջ տևողության, որպես ինձ միշտ տաճարիդ մեջ բնակվեմ։ Հիմա բոլորդ ետ կանգնեք ժողովրդյան։ Երկու հոգի թող իջնենք գերեզմանափոսի մեջ։ Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 68-րդ հոդվածի 17-րդ կետով և հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը որոշում եմ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի թիվ 35-373 զորամասի 5-րդ հրաձգային վաշտի 2-րդ հրաձգային դասակի 2-րդ հրաձգային ջոկի գնդացրոր շարքային Շեքսպիր Մխիթարի Հակոբյանին հետմահու պարգևատրել մարտական ծառայության մեդալով։ Նախագահ Բակուր Սահակյան։
Եվ ևս խաղաղությանս տերաղաչես սուկ ընկալգեցո և ուրմյա Օրտնեսի և կնքյալ բայսը, շիրիմս և ոսկերս արայս ասո Սուրբ խաչիվս և սուրբ ավետարանանս ամբան փորի որդոյ ողքույսեքով այժմ և միշտ Եվ ևս խաղաղությանս տերաղաչես սուկ ընկալգեցո և ուրմյա Օրտնեսի և կնքյալ բայսի դամբարանս և ոսկերս արայս ասո Սուրբ խաչիվս և սուրբ ավետարանավս ամբան փորի որդոյ ողքույսեքով Այժմ և միշտ և ավետյանս ավետենից ամեն Գեցուսե և ողորմեսի Աշարշ եղեցի գնիքսի վրա գերեզանից արայս ասո Միջև նիգալուսնի Քրիստոսի պարոքի պարս հոր և որդո և ողքույսեքո Այժմ և միշտ և ավետյանս ավետենից ամեն Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր որ հերկինս ես Սուրբ եղեցի անուն քո Եկես է արքայություն Եղեցին կամք քո Որպես հերկինս և հերկին Ասած մեր հանապազոր տուր մեզ այսօր և թող մեզ սպարտիս մեր, որպես և մեկ թողունք մերոս սպարտաբանած և մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկեազ մեզի չարե, զիքոյ արքայություն և զորություն և փառք հավիտյանս Թավով հրաժեշտ տալու մեր նորորյա հերոսին, մեր ժամանակների հերոսին, ով իր կյանքը զոհաբերեց ամենքիս համար Շարքային զինվոր հայոց բանակին, ընկար քաչի պես արծիվ լեռների, երկար ու դաժան խավար գիշերին թուրքի գնդակներ փնտրում, հերոս Շեկոին, 25 տարին նշեց սահմանին, միացավ ազգի ընկած քաջերին, սատար կանգնեցին հողին հայրենի, երկնահաս լեռան, արծիվ քաջարի, պարսպի պես կանգնում,
Արծվի պես արթուն սահմանը հայկական մնաց անսասան։ Ինչքան որ ապրենք, ձեզ միշտ կհիշենք, քաջեր ջերմուկի, հերոսներ ազգի։ Րոպեներդ դաժան, մարտում անսասան, թուրքի գնդակի ծնկավ մեր հսկան։ Ինչ դաժան կյանք է ապրում հայրենին, բայց քաջ տղեկ կան հայոց սահմանին։ Նայեք աշխարհին ու հայ քաջերին, միշտ խոնար եղեք սուրբ շիրիմներին։ Արգելիս, կտապորի մասնակիցներ, սիրելի Հակոբյաններ, դաժան է վիշտը։ Բայց այդ վիշտը մենք հպարտորեն ենք տանում, քանի որ ունենք հերոս ենք կորցրել։ Նորօրյա մեր հերոսը, մեր Շեկոն։ Եվ այսօր 2015 թիվը ուղիղ 100 տարի հետո Բորենի թուրքը չի կշտանում հայոց այրունից։ Նորից դիվերսիոն գրուպաներով հայ այրունա թափում, աստը խնդրեմ։ Մխոջան, համբերություն, Հակոբյաններ համբերություն, սգում ամբողջ վայոց ձորը, սգում ամբողջ հայ ժողովուրդը, այսօր ամեն մի զինվորի զոհ հայ ժողովուրդը սգում է, և մենք հպարտորեն ենք սգում, քանի որ հերոս ունենք, և կավելացնեմ, որ մեր Շեկոյի նկարը 45-ին արդեն կլինի մեր ջերմուկի Արցախյան պատերազմի հերոսների հուշարձանին։ Դա է ճիշտը, երեք մենք ազատամարտիկներով հավաքվել ենք, որոշում ենք կայացրել, որ հերոսի նկարը պետք է լինի հուշարձանին։ Համբերություն բոլորի, ժողովուրդ ջան, հեսա պետք է դիմանանք, մինչև տենանք սրանց հարցերը ոնց ենք, կամ էլ առնոց շորերը պետք է հագնենք, խնդրում եմ միասնական ելեք, քանի որ մենք սահման ունենք։ Սահուն քայլերով աննշմար, որպես քնքուշ մութի թև, մի ստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով։ Իրիկնաժամին թփեր նորորող հովի պես թեթև մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ջերմակ շորերով։ Արցակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց, կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին, ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց, և ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին։